Հանրային հեռուստաընկերությունը հակաիրավական դաշտում գործունեություն ծավալող այսօր հեռուստաընկերություն է, որը սպասարկում է կոնկրետ քաղաքական շահեր, ոչ թե պետական շահեր, այլ կոնկրետ ՔՊ-ական շահեր։ Եվ եթե արդեն Նարեկ Կարապետյանին հրավիրում են Պետրոս Ղազարյանի մոտ հյուր, Նարեկ Կարապետյանն ինչ-որ շոու ծրագրեր է նկարահանում, որ ՔՊ-ականներն էլ կունենան աշխատանք, իրենք աշխատանք կստեղծեն, ՔՊ-ականների համար էլ աշխատանք կստեղծեն, մի մտածեք, անհոգ եղեք, այլևս պարզ է, որ հիմա էլ արդեն քիրվայությունը սկսվել է Նիկոլ Փաշինյան և ՔՊ-ի միջև, պայմանավորվածությունները ակնհայտ են։ Եվ հիմա ժողովրդին մոլորեցնելով նորից պիտի տաներ հերթական կեղծ ուրեմն ընտրությունները իրականացնելու։ Այսպես, այս է իրադրությունը, ժողովուրդ ջան։ Եվ ես ձեզ ներկայացնում եմ այն իրադրությունը, ինչ որ առկա է։ Հիմա ես այսօր ու իմ եթերը, կներեք, որ մի քիչ ժողովրդական լեզվով եմ խոսում այսպես, որովհետև դա իմ ոճը չի, իմ ոճը քաղաքակիրթ այսպես ձևաչափն է, բայց շատ հաճախ ես ստիպված եմ նաև այս ոճով խոսելու, որովհետև դա էլ ժողովրդականն է, որովհետև ժողովուրդը այդ ձևաչափն է ավելի իր համար ընդունելի։ Եթե այսպես ակադեմիական ես իմ քաղաքական մշակույթի տեսանկյունից միշտ խոսեմ, ժողովրդի համար դա կարող է այդքան ուրեմն ընդունելի չլինի։ Դրա համար որոշել եմ նաև մի քիչ էլ ժողովրդական ու այսպես լեզվով խոսեմ, որ այն հասարակ ժողովրդի ուրեմն հոգունել դիպչի իմ խոսքը։ Հիմա ժողովուրդ ջան, ես ուզում եմ ներկայացնել ձեզ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության արած անելիքները այս ուրեմն 2013 թվականից ի վեր։ 2013 թվականից հիմնադրվել է Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը, երբեք մենք չենք մասնակցել որևէ ընտրության, որովհետև սկզբունքորեն մերժել ենք այդ ուրեմն ընտրակաշառքի խեղված, ուրեմն ոչ լեգիտիմ, կեղծված ընտրությունների ձևաչափը, մենք մեզ չենք պատկերացնել գնալ նստել, չգիտեմ, այն լիսկաների ու չգիտեմ ինչերի կողքին, այդ թափ տպուկների կողքին, մենք լուրջ մարդ ենք եղել եւ մեզ չենք տեսել այդ շրջանակներում, դրա համար չենք մասնակցել որևէ համապետական ընտրությունների, դրանից հետո ես մայրացել եմ եւ 6 տարի նվիրել եմ ինձ իմ տստեր խնամքին եւ դաստիարակությանը։ Հիմա 2025 թվականից ես վերադարձել եմ ուրեմն քաղաքականություն, բայց մինչ այդ ես ուզում եմ այսօր ձեզ ներկայացնեմ, թե չունենալով որևէ վարչական լծակ, չունենալով որևէ ֆինանսական լուրջ լծակներ, չունենալով որևէ տեղից գործարար շրջանակներից աջակցություն, լոկ միայն իմ միջոցներով, Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ինքնաֆինանսավորման շրջանակներում, ինչ գործունեություն ենք ծավալել մենք այս 13 տարիների ընթացքում, ինչ գործունեություն են ծավալել նրանք, ովքեր այսօր եկել են 300,000 աշխատատեղ, 20,000 չգիտեմ ինչ, եւ այլն նմանատիպ ուրեմն խոստումներ են տալիս ձեզ, կամ մնացած են շրջանակներ, ովքեր 8 տարի է ազգային ժողովում նստած են ժամավաճառությամբ են զբաղված գործող հանցավոր համակարգի ուրեմն շրջանակներում եւ ժողովրդին զբաղեցնում են ինչ-որ էժանագին կզվրտոցներով։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ, ինչ ենք արել մենք, ինչ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, մենք որևէ լումա ուրեմն աշխատավարձ չստանալով, որևէ տեղից ֆինանս չունենալով, որևէ լծակ չունենալով, ժողովուրդ ջան, ու դուք արդեն դատողություններ արեք, որ եթե այս մարդը այսքան բանը արել է առանց այդ ամենի, բա պատկերացնում եք այս մարդը ինչեր կանի, եթե պետական լծակները լինի իր ձեռքին, եթե պետության բյուջեն լինի իր ձեռքին, եւ մնացած բոլոր ուրեմն ռեսուրսները լինեն իր ձեռքին, ինչեր կանի այս մարդը ժողովրդի համար, եւ այսպես շարադրեմ։ Ուրեմն հիմնադրումը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության հիմնադրումը եւ հիմնադրման նպատակները։ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը հիմնադրվել է 2013 թվականին կենսաբանական գիտությունների թեկնածու, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ Անի Ալեքսանի Զախարյանի որոշմամբ, այսինքն իմ։ Կուսակցության հիմնադրման նպատակը եղել եւ մնում է
Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական մշակույթի ձևավորումը և զարգացումը, ազգային արժեհամակարգի ձևավորումը և զարգացումը, Գարեգին Նժդեի ազգային գաղափարախոսության ամրագրումը սերունդների և հասարակության դաստիարակության, կրթության և կացութաձևի հիմքում, մարդու իրավունքների և պարտականությունների վրա հիմնված ազգային ինքնիշխան, իրավական, սոցիալական պետության ամրապնդումը և զարգացումը, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ամրությունը ու հարատևությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ և անվտանգ արարումը և աշխատանքը իր հայրենիքում, միջազգային բոլոր քաղաքական, իրավական, մշակութային հարթակներում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար լուրջ հեղինակության և քաղաքական կշռի ապահովումը, հանուն բոլոր պետությունների, ազգերի և ժողովուրդների բարեկամության, փոխգործակցության, անվտանգության և երջանկության։ Ուզում եմ մի կարևոր հարց ուրեմն շեշտադրում անել, սիրելի ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ մի պետության ղեկավարի մասին, այդ պետության ղեկավարը կարող է լինել շատ վատը, կարող է մեր ազգային շահերի դեմ ամեն ինչ անել, բայց մենք պետք է հասկանանք, որ դա այդ օրվա ղեկավարությունն է և ոչ այդ պետության ժողովուրդը, այսինքն մեր թշնամանքը պետք է լինի ոչ թե այդ ժողովրդի նկատմամբ մեր հակազդեցությունը, այլ պետք է լինի այդ պետության ղեկավարության հանդեպ, որը փորձում է ոտնահարել Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերը, ու այսուհետ մենք ինչ-որ անհետեթ, չգիտեմ, թշնամանք չծնենք այն ժողովուրդների հանդեպ, ովքեր ոչ մի մեղք չունեն, մենք էլ տեսնում ենք նորմալ արժանապատիվ ժողովուրդ ենք, բայց մեր ղեկավարը ղեկավար չի, ինչ անեն, մեզ մեղադրեն դրանում, ինչ որտեղ այո ժողովուրդն է մեղավոր, որ դրան մինչև այսօր պահում ենք, ուրեմն այստեղ ժողովրդի խնդիրը չի, այլ օրվա ղեկավարության խնդիրն է։ Հիմա թվարկեմ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ձեռքբերումները այս տարիների ընթացքում։ Առաջին, սիրելի ժողովուրդ, Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սկսեց թոթափել ստրուկի հոգեբանությունը, որը արմատավորվել էր տասնամյակների ընթացքում տարբեր քաղաքական ղեկավարությունների ձևավորած հակաժողովրդական քաղաքական համակարգերի և բռնաճնշումների արդյունքում։ Ես այն երիտասարդ կինն եմ եղել, ով միայնակ ձեռնոց էի նետել Սերժ Սարգսյանի հանցավոր ուրեմն համակարգին։ Եվ ժողովուրդը, որ ասում էր, մեզանից ոչ մի բան կախված չի, մենք ինչ կարող ենք անել։ Իմ պայքարի շնորհիվ մենք ժողովրդին կարողացանք ասել, որ ամեն ինչ քո ձեռքերում է, ինչ է նշանակում դու ոչինչ չես կարող անել։ Սա ժողովրդավարական համակարգ է, դու ես ընտրություն կատարողը, դու ես որոշողը, դու ես քո երկրի տերը։ Երկրորդը, Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության գործունեության շնորհիվ ամրապնդվեց ժողովրդական պայքարի ոգին և սկսեցին ձևավորել ազգային նպատակներ։ Մինչ այդ ազգային նպատակներ չկար այս երկրում, կար Սերժիկի կլան և Քոչարյանի կլան, ազգային նպատակներ այս երկրում չկային։ Ժողովրդական գիտակցության մեջ ամրապնդվեց գիտակցությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ոչ թե պաշտոնյաներին, այլ ժողովրդին, և որ ժողովուրդն է իր երկրի տերը։ Ժողովրդի հոգեբանության մեջ ամենօրյա աշխատանքով սերմանվեց, կներեք զանգ է գալիս, իր երկրի տերը և ոչ ստրուկը լինելու հրամայականը, ձևավորելով մենք ենք տերը մեր երկրի կարգախոսը։ Այդ կարգախոսի հեղինակային իրավունքը պատկանում է ինձ, հարգելի հայրենակիցներ, որը դարձավ նաև համաժողովրդական կարգախոս։ Ձևավորվեցին տարբեր նախաձեռնություններ, որոնք գործում էին մենք ենք տերը մեր երկրի կարգախոսի ներքո։ Երրորդը, սիրելի ժողովուրդ, Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության գործունեության շնորհիվ հավուր պատշաճի արժևորվեց մշակույթի դերը պետության գործունեության և զարգացման մեջ։ Արժեզրկված ազգային մշակույթը առաջ մղվեց և մշակույթը դարձավ պետության դեմքը և զարգացման առաջնահերթ ոլորտը։
Ես հիշում եմ Սերժիկ Սարգսյանի եւ Հասմիկ Պողոսյանի օրոք կառավարման սկզբում մշակույթի մասին խոսք անգամ չկար։ Մշակույթի արժևորման մասին խոսք անգամ չկար։ Ազգային մշակույթի ուրեմն արժևորումը պետական քաղաքական համակարգ ուրեմն մցրել է Անի Զախարյանը եւ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը իր ամենօրյա աշխատանքով։